Իշխանությունն ուզում է լիակատար հասանելիություն ստանալ քաղաքացիների անձնական տվյալներին։ Օրենսդրական նոր նախաձեռնության ընդունման դեպքում անձնական հեռախոսները տոտալ վերահսկողության տակ են հայտնվելու, ահազանգում են մասնագետները։ Խոսքը էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում առաջարկվող փոփոխության մասին է, որի վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ է դրվել։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Պապյանն ահազանգում է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների համակարգի ներդրման դեպքում ստեղծվելու է հսկայական մի բազա, որտեղ կապվելու են քաղաքացիների անձնագիրն ու անձնական տվյալները, բջջային հեռախոսի կոդն ու ֆիզիկական ու էլեկտրոնային քարտերը։ Պապյանն ընդգծում է, սա պարզապես հարկային վերահսկման գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալու ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով եւ երբ է ակտիվանում ցանցում։ Բացի այդ, եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու կապն անջատել ընդհանրապես։ Նախագծում ըստ մասնագետի կա վտանգավոր մի կետ, որի համաձայն ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով թվային այլ ծառայություններ մատուցել պետական ու տեղական մարմիններին, ընդհուպ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն տվյալները, որոնք հավաքվում են իբրև մաքսանենգության դեմ պայքարի նպատակով, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ մեզ անհայտ նպատակներով, ասում է փորձագետը։